Եթե տենց է, ես առաջարկում եմ Անդրանիկ Քոչարյանին ուղարկենք Անկարա, համ ավելի լավ կապրի, համ ավելի կուշտ կլինի, համ էլ ես վստահ եմ, որ կոնկրետ իրեն չեն ցեղասպանի, անգամ եթե իրեն սպանեն, մենք պետք է ճշտենք ինչ հանգամանքներում ա եղել, միգուցե ինքը գնացել անդեղ ասել Արարատը մերն դրա համար են, չէ՞։ Այսինքն այն Անդրանիկ Քոչարյանը, որ հիմա գոյություն ունի, այն որ ասում է մեռածա թաղած չի, այդ Անդրանիկ Քոչարյանի մասին է։ Այդ մարդը յա եղած, յա չեղած, ոնց որ ժողովուրդն է ասում, որովհետև այն հայը, տեսեք, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, այն հայը, որ Արարատը ուրանում է, ապրելու իրավունք չունի։ Այն հայը, ով որ մեր քրիստոնեությունը ուրանում է, ապրելու իրավունք չունի։ Այն հայը, որ Արարատը փոխում է Արագածով, էլի հայ կոչվելու իրավունք չունի, որովհետև համ Արարատն է մերը, համ Արագածն է մերը, ինչպես երեխաները Դավիթը, Արմենը եւ Արմանը։ Նենց որ այն Անդրանիկ Քոչարյանները, ովքեր որ հիմա համարում են, որ պետքա քննվի ցեղասպանությունը, պետքա պարզվի 44 օրյայի պատերազմների զոհերի թիվը եւ պատճառներն ու հանգամանքները, այդ Անդրանիկ Քոչարյանները ավելի լավ է մի անգամից հանձնվեն, որովհետեւ հայի դատը ավելի դաժան է լինելու, քան ինքը որ հայտնվի իր եղբայրների շրջանակում Բաքու կամ Անկարայում։